Էլեոնորա Մանանդյան, այստեղ զուտ որպես հայ եւ վերջի շրջանում ենք փորձում ենք մի շարք ակցիաներ անել, որպեսզի ի վերջո վերջ տանք այս հանցավոր լռությանը, թե Հայաստանի ներսում, թե ամբողջ աշխարհում։ Եվ մեզ համար, քանի որ վերջին շրջանում մենք անընդհատ ահազանգում ենք, որ չարիք աշխարհում շատ է, մեզ համար այս ակցիան ոչ միայն զորակցությունն է մեր բարեկամ Իրանին, որը դարավոր բարեկամն է Հայաստանի եւ հիմա որոշակի ձևով մեր անվտանգության գրավականն է նաեւ, բայց մեր նպատակն է նաեւ ինչ-որ ձևով լսելի դարձնել վերջապես հայ հասարակությանը, որ Իրանի այս տխուր օրինակը ցույց է տալիս, որ չարիքը քնած չէ եւ որ ցանկացած պահին Հայաստանը եւս կարող է կրկնակի, եռակի հարձակման ենթարկվել, ինչպես պարբերաբար ենթարկվում է, եւ աշխարհը կշարունակի պահպանել իր հանցավոր լռությունը կամ կեղծապաշտությամբ ինչ-որ կոչեր անել եւ ոչ մի ձևով չի պաշտպանի մեզ եւ միակ օրինակը եւ միակ դասը, որ մենք պիտի այս ամենից քաղենք, մենք Հայաստանի Հանրապետությունը, որ մենք պետք է բավականաչափ զինված լինենք եւ պատրաստ լինենք մարտի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր հայրենիքը։ Ու նաև մենք նորից եւ նորից, քանի որ անխուսափելի է 5 տարի շարունակ ինչ կարգախոսել, ասում ենք, մենք վերջում ասում ենք, ցավոք սրտի մենք պետք է պնդենք, որ Հայաստանի անվտանգության գրավականը նաև Նիկոլի վերջնական դատն է եւ բացակայությունը Հայաստան։ Պրովոկացիոն հայտարարությունը դուք եք անում։ Ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Դուք ժողովրդի անունից իրավունք չունեք խոսելու։ Մենք ենք հայ ազգը։ Ոչ, ժողովրդի անունից խոսացեք դուք, ես խոսում եմ հայ ազգի անունից, իսկ ժողովրդի անունից խոսացեք դուք։ Վարչապետի դեմ ելույթ ունենալ իրավունք չունեք։ Ես խոսում եմ հայ ազգի անունից, իսկ դուք ես շատ ցավում եմ, ես շատ ցավում եմ ձեզ համար, շատ ցավում եմ ձեզ համար, գնացեք ձեր գործով։ Հիմա դուք բացի Ադրբեջանից եւս մի ընկեր ունեք Իսրայել, գնացեք Իսրայել։ Շարունակենք։ Ինչպես է գնահատում այս օրերին ՀՀ իշխանության վարող քաղաքականությունը։ Սարսափելի, որովհետև ՀՀ իշխանությունը շարունակում է ամբողջությամբ լռել, երբ որ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է Սյունիքում եւ բոլորս գիտենք, որ Սյունիքում շարունակաբար ռմբակոծում են մեր խաղաղ բնակչությանը։ Ես տեսնում եմ, որ այն սարսափելի իրավիճակը, որը տեղի ունենում Պարսկաստանում, Իրանում եւ եւս լռության է արժանացնում մեր իշխանությունները, թեկուզ ինչ-որ հայտարարություններ անում են, բայց շատ թույլ, ու այդ ամբողջը գլորում է Հայաստանը դեպի անդունդ, ու մենք փաստացի պաշտպանված չենք։ Մենք պետք է հասկանանք, որ աշխարհը չի կանգնելու մեր կողքին։ Աշխարհը այսօր գնահատում է միայն ուժեղներին, եւ մենք շատ երջանիկ ենք, որ Իրանը կարողացավ ուժ գտավ ինչ-որ ձևով գոնե պատասխան տալ աշխարհի այս սարսափելի ագրեսիային։ Իսկ որոնք են հնարավոր ռիսկերը այս ամենի Հայաստանի անվտանգության հետ կապված։ Ցավոք սրտի մեր ռիսկերը այս ամենից հետո չեն սկսվում, մեր ռիսկերը արդեն շատ վաղուց են, իսկ սրանից հետո շատ ավելի շատ են, որովհետև եթե հանկարծ թուլանա Իրանը, իսկ մենք իհարկե հույս ունենք, որ չի թուլանա, բայց հանկարծ եթե թուլանա, ապա Սյունիքը ընդհանրապես չեն պաշտպանի, որովհետև Նիկոլը չէ եւ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը չէ, որ պաշտպանում են Սյունիքը, ցավոք սրտի այսօր պաշտպանում է ինչ-որ ձևով հայ ազգը եւ Իրանը։ Այսինքն այս ամենից հետո կարող է Ադրբեջանը ավելի օգտվել առիթից ու հարձակում գործել։ Միանշանակ, թեկուզ մենք ամբողջ օրը աղոթում ենք, որպեսզի նման բան չլինի, բայց այո։ Ցավոք սրտի մենք պիտի ընդունենք, որ մենք շատ ահարկու իրավիճակում ենք։ Ոնց է։ Եվս մի հոգի, հա։ Կներկայանաք։ Ֆրունզ Հարությունյան